Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է։ Այն մարդիկ, ովքեր որ արդեն աշխատավայրում են, ես ձեզ մաղթում եմ միայն բարի եւ դրական աշխատանքային օր։ Իսկ նրանք, ովքեր որ մնացել են տանը եւ արդեն պատրաստում են սուրճ կամ թեյ, ասեմ, որ շատ ճիշտ ընտրություն եք կատարել, միանալով մեզ, քանի որ մենք փորձելու ենք ապահովել դրականը, պոզիտիվը եւ հետաքրքիրը։ Ասեմ, որ 1949 թվականի մարտի 18-ին Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։ Տրոլեյբուսի ստեղծման եւ կիրառման աշխատանքները սկսվել են դեռևս 80-ական թվականներին Գերմանիայում։ ԽՍՀՄ-ում առաջին տրոլեյբուսները ստեղծվել են 1933 թվականին, իսկ 1934-ին Մոսկվայում սկսեց դրանց գործարկումը։ 60-ից 70-ական թվականներին տրոլեյբուսը կիրառություն է գտել նաև ԽՍՀՄ-ի մի շարք խոշոր քաղաքներում։ Երևանում այն գործարկվել է 1940-ին, իսկ 1962 թվականից տրոլեյբուսները շահագործվում են նաև Գյումրիում։ 1986 թվականին Երևանում տրոլեյբուսի ցանցի երկարությունը եղել է 256 կիլոմետր, իսկ երթուղիների թիվը 25։ Ժամանակակից տրոլեյբուսը զարգացնում է 65-ից 70 կմ/ժ արագություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր, իսկ մինչ մեր հյուրի ներկայացնելը առաջարկում եմ առավոտյան թարմեցուցիչ տեսահոլովակ դիտենք, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են միանում մեզ։ Ասեմ, որ այսօր ունենք հյուր եւ մեր հյուրն է բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք առավոտը միասին սկսելու եւ այս զբաղված մրցումների մեջ ժամանակ գտնելու եւ մեզ հյուրընկալելու համար։ Մերսի։ Իսկ սովորաբար որպես բռնցքամարտիկ, ինչպես է սկսվում ձեր առավոտը։ Իմ առավոտը սկսվում է մի բաժակ ջրից, խմում եմ ջուր ու գնում եմ իմ առաջի պարապմունքը։ Էդի վազելա ու կարող եմ գնամ տրենաժորնի զալ, կախված է պրոգրամայից, որ գրում է իմ տրեները իմ համար։ Հետո գնում եմ հաց ուտելու, հաց եմ ուտում, գնում եմ քնեմ, ու սպասում եմ երկրորդ տրեներովքին, գնում եմ պարապում եմ, հետո հանդիպում եմ իմ ընկերներիս հետ։ Հիմա որ ես շատ ժամանակ անցկացնում եմ Թայլանդ, իմ թիմը Թայլանդից է, ամեն տեղից ընկերներ կա, աշխարհի ամեն քաղաքից ընկեր կա, գամ են սաղ պարապելու, այտենց միասին անցկացնում ենք ժամանակ, 2-3 ժամ ու գամ ենք քնում, ու էլի նորից։ Խառը հագեցած առօրյա։ Իսկ ուզում եմ նաև մի փոքր անդրադառնանք ձեր անցած ուղուն, ինչու ընտրեցիք բռնցքամարտը որպես մարզաձև եւ որ տարիքից եք զբաղվում, արդեն քանի տարի է որ զբաղվում եք։ Արդեն 13 տարի է որ զբաղվում եմ բոքսով, ես եկել եմ, իմ ընկերս պարապում էր, ինքը շատ լավ բոքսյոր է, սպորտսմեն, ինքը ինձ կանչել է, ասել արի գնանք պարապենք, տենց եկել եմ զալ առաջի անգամ։ Շատ է դուրս եկե, ես որ եկամ առաջի պարապունք, մեր հայ բոքսյոր, հայտնի բոքսյորը Դավիթ Ավանեսյանը, մենք մի քաղաքից ենք, ինքը որ ես տեսամ իրան առաջի անգամ, ոնց է ինքը պարապում, մտածեմ ես էլ եմ տենց ուզում, ու այդ օրվանից ամեն օր, 2 անգամ օրը ես պարապում եմ, տենց շատ է դուրս եկե, ու մնացել եմ բոքսի մեջ։ Նաև երբ որ ուսումնասիրում էինք ձեր տվյալները, հետաքրքիր իմացանք նաև որ դուք ունեք բժշկական կրթություն։ Ինչ մասնագիտություն եք ընտրել եւ ինչու չշարունակեցիք, թե համատեղում եք նաև։ Չէ, հիմա չեմ աշխատում, սովորել եմ իմ մամային նպատակը, որ իր 2 երեխեն, ես ունեմ մեծ աղբեր, որ իր 2 երեխեն պրծնեն բժշկական ինստիտուտը, իմ աղբերս ատամնաբուժ է։ Տենց ես էլ գնացիմ սովորելու, չեմ անում ոնց ռուսերեն, հայերեն, այդ իմ ֆակուլտետը կոչվում է управление в сфере здравоохранения, չեմ անում հայերեն ոնց է ճիշտ։ Սովորել եմ, դաժե մի քիչ հասցրել եմ գործանել, բայց որ կսամ գործանել, արդեն եկավ предложение, որ դու կարաս գտնես պրոֆեսիոնալ, ու ես տենց կսամ իմ պրոֆեսիոնալային կարիերաս։ Իսկ ծնողների կարծիքը ինչպիսին էր, որ չշարունակեցիր, այլ ընտրեցիր բռնցքամարտը։ Դե մաման մինչև հիմա չի նայում բոյերը, չի սիրում էդի, ամեն անգամ ասում է եփես դու բռնում, եփես դու բռնում, պապան արդեն նորմալ նայում է, հետևում է։ Արդեն աջակցում է։ Իսկ կարող ես հիշել, թե առաջին մրցումը երբ է տեղի ունեցել եւ ինչ եք զգացել այդ ժամանակ։
Ես արդեն պարապում եմ 2 տարի, երևի ու չեմ կպնում, ես շատ պարապում եմ, բայց չեմ կպնում ու ընկերներս ասան, որ կարաս մրցումներ կա, դու կարաս գնաս կպնես, ես տենց ոչ մեկին չեմ ասել, գնացել եմ կպել, ոչ ծնողներից, ոչ ընկերներից, մենակ գնացել եմ, կպել եմ, հաղթել եմ, շատ ծանր էր, շատ էմոցիա ունեի, բայց հաղթամ, կպել եմ էլի հայ տղու հետ, Ռուսաստան, ուժեղ տղա էր, ինքը ուներ օպետ, ես չունեի, բայց կարացիմ հաղթամ ու հետո որ սերտիֆիկատ ինձ նվիրան, որ ես հաղթել եմ, որ եկել եմ տուն ու տունը ցույց եմ տվել, սա ուրախացել են։ Իսկ այսքան տարիների ընթացքում, երբ որ մենամարտել եք, կհիշեք ամենաուժեղ մրցակիցը ով է եղել եւ ինչ եք դուք նրանից սովորել։ Ամենաուժեղը երևի եղել է, որ ես պարտվել եմ, բայց ես մինչև հիմա չեմ մտածում, որ ես տարվել եմ այդ բոյով, հասկանում եմ բոքսից, ով նայում է բոքսը, սա գիտեմ, որ ես եմ հաղթել, պրոստը ես կպել եմ իրանց տունը, Թայլանդում, այդ տղեն ինձ շատ սովորեցրավ, որ ես սարքյանքս մտածում եմ, որ բոքսը շատ մաքուր սպորտ է, սպորտ է ջենտլմեններին, որ երկու հատ տղամարդ գնում են ու ընտրում են ով է ուժեղ այսօր։ Ուզում են մաքուր հաղթեն, բայց այդ տղեն ինձ շատ կեղտոտ բոքս ցույց տված, գլխով էր խփում, ամեն ինչով ինքը ուզում էր հաղթել կեղտոտ ձևի։ Իր մոտ ստացվավ, ես էլ շատ բան սովորեցի այդ բոյից։ Հիմա ես գիտեմ, որ ես պետք է պատրաստ լինեմ ամեն ինչի։ Եվ երբ որ նշեցիք, դուք չեք ընդունում այդ մենապարտությունը, հետաքրքիր է այդ ժամանակ, երբ որ դուք արդեն բավականին փորձ ունեք, բայց երիտասարդները, ովքեր նոր են սկսում գործունեություն ծավալել այս ասպարեզում, հաճախ պարտություններից հետո ընդգծվում են եւ որոշում են այլևս չշարունակեն այդ ուղղությամբ, իսկ դուք այդ ամենաբարդ փուլերը ինչպես եք հաղթարել, ինչ խորհուրդ կտաք նրանց։ Եղել է դեպքեր, երբ որ դուք էլ հրաժարվեք եւ էլ չուզենաք մասնակցել։ Ալնում է տենց դեպքեր, բայց դու պետք է պինդլնես, որ դու որոշել ես, դու պետք է գնաս միջև վերջի, համ սպորտում, համ կյանքում, այդ սպորտը նույն կյանքն է, որ դու ստեղ ես կոտրվում, դու կկոտրվես կյանքում, դու պետք է ամեն անգամ, որ դու նպատակ ունես, դու պետք է հասնես, տղամարդը պետք է հասնի իր նպատակներին։ Դրա համար պետք է, որ դու այդ մաքուր սրտով ես անում, որ դու այդ գործը սիրում ես, դու պետք է միջև վերջ գնաս քո նպատակը, այդ պետք է չկոտրի քեզ, պետք է քեզ ամենակ մոտիվացիա, որ դու գնաս առաջ։ Իսկ սովորաբար առօրյա մարզումները, ինչպես են ասում, դրանք տարբերվում են այն մարզումներից, երբ որ պետք է արդեն մենամարտից առաջ մարզվեն, թե՞։ Հա, մի քիչ տարբերվում է, դու արդեն գիտես ում հետ ես կպնում ու սա քո պարապմունքները գնում է այդտեղ ու քո ապանյանտի ու քո թիմը նայում է իր բոյերը, սա մենք իզուչատ ենք անում, նայում ենք ու արդեն պատրաստվում ենք իմեն այդտեղ որ գնանք, գիտենք, տենանք ինքը, սա արդեն իմանում ենք ինքը ինչ անում, ոնց անում ու որ պատրաստ լինենք ամեն ինչի հետ։ Իսկ այս ընթացքում, երբ որ դուք 13 տարի է արդեն այս ասպարեզում եք, ամենահիշարժան խաղը, ամենահիշարժան հաղթանակը ո՞րն է եղել, որ ունեցել եք պատմության մեջ եւ չեք մոռանալ։ Առաջինը։ Առաջինը, երբ որ հայի հետ եք։ Հա, շատ էմոցիոնալ է, առաջի այդ լյուբիտելսկի բոյներ, շատ այդ էմոցիաներ ու իմ տարված բոյներ, դա էլ է շատ էմոցիա, ես շատ բան եմ սովորել։ Բացի ֆիզիկական պատրաստվածությունից նաև պետք է ինձ թվում է հոգեպես։ Ինչպես եք հոգեբանորեն պատրաստվում խաղերին։ Շատ ծանր է, այդ վերջի օրը, բոյի վերջ այդ օրը, այդ շատ ծանր օր է, մարդիկ ով չեն պարապում, ով չի կապնում, կարող է մտածեն շատ հեշտ է, բայց այդ շատ ծանր է։ Ես շփվում եմ իմ ընկերներից հետ, չեմ մտածում բոյի մասին, արդեն մտածում եմ, որ գամ եմ ստադիոն, արենա, որտեղ կպնում եմ, արդեն տեղ սկսում եմ մտածել բոյի հետ, ես գիտեմ ինչի համար եմ ես եկել ստեղ, ես գիտեմ, որ պետք է հաղթեմ, դրա համար ծանր է, բայց որ դու գիտես ինչի համար ես ստեղ, մի քիչ քո համար հեշտ է, դու պատրաստված ես, դու լավ պարապել ես, քո համար դու գիտես, որ դու պրոբլեմ չես ունեցել, լավ պատրաստում ես ունեցել, դրա համար Գատով։ Իսկ այն ժամանակ, երբ որ դուք արդեն սկսել եք եւ հիմա ինչ եք նկատում, փոփոխություն նկատում եք մեր ոլորտում Հայաստանում, որքանով է այն բարելավել կամ ինչ թերություններ եք նկատում, որ արժե բարելավել այս մարզաձևում։ Ես չեմ կարող ասեմ Հայաստանի մասին, որպես ես Ռուսաստան եմ պարապել, հետո գնացել եմ ինձ կանչել են Թայլանդ, գցել եմ Թայլանդ, բայց ես շատ կուզեմ կպնեմ Հայաստան, ես արդեն 2 տարի ներկայացնում եմ Հայաստան, որտեղ ես կպնում եմ ամենտեղ ասում են Հայաստան, ամենամեծ պոյսը
որ ես դարել եմ Ազիայի չեմպիոն WBC-ի, ես ներկայացրել եմ Հայաստանը, ես շատ կուզեմ, որ Հայաստանում կարանամ գտնեմ ու այստեղ շատ բարեկամներ, ընկերներ ունեմ, ով ինձ հետևում է եւ կուզեմ, որ իմ մոտիկները սաղթենային իմ բոյը այստեղ Հայաստան։ Իսկ խոսենք նաև հետագա պլաններից, ինչ նոր մրցումներ են սպասվում։ Հիմա ես վաղը թռնում եմ էլի Թայլանդ, գցում եմ իմ պարապմունքները։ Ես ունեմ մի քանի ատանում, բայց հələ չեմ իմանում 100% ում հետ եմ կպնում։ Եվ գնամ գցենք պարապմունքները, արդեն իմանանք ինչ տիտուլի համար ենք կպնում, ում հետ ենք կպնում։ Համար հիմա ես գնում եմ գցեմ իմ պարապմունքները։ Իսկ այդքան ժամանակ եղել է մրցակից, որ կցանկանայիք մրցել նրա հետ, բայց դեռ չի հաջողվել։ Եղել է այդպեսի բռ։ Հա, դե սա այդ աշխարհի առաջ համարները հիմա Ամերիկա են։ Ես էլ կուզեի գնամ Ամերիկա, կապնեմ այդ տղեկի հետ, այդ մեծանուններ են։ Ուզում եմ փորձեմ կարամ ես հասնեմ այդ ուռովնին։ Ուզում եմ դառնամ, որ դու գամ ես բոքս, դու մտածում ես դառնաս աշխարհի չեմպիոն։ Այդ նպատակը ամեն երեխա ունի, ամեն մեծ մարդով պարապում է, ով սիրում է այդ, ուզում եմ դառնամ աշխարհի չեմպիոն, որ դառնամ աշխարհի չեմպիոն, ես պետք է կպնեմ ամենաուժեղ տղեկի հետ, դա։ Այնտեղ մի քանի հոգի կան դրա համար։ Սենց։ Իսկ ինչպես ես պատկերացնում քո հետագա կարիերայի շարունակությունը, օրինակ հնարավոր է մի օր զբաղվես նաև մարզչական գործունեությամբ։ Ես մտածում եմ, որ չէ, դու պետք է ալնես, որ պարապցնես երեխեքին, դու պետք է ալնես լավ դասատու, բայց ծնողները բերում են երեխեքին բոքսի զալ ու երեխեքը չեն իմանում ինչ են ստեղ անում ու այդ ծանր է իրանց հասկացնել, որ այդ ձեզ պետք է, որ դուք պետք է ալնեք ուժեղ, որ մի քիչ մեծ ալնեն, երևի ես կարամ մի հատ խորհուրդ տամ, ասեմ, որ սենց է ճիշտ, սենց արեք, բայց մտածում եմ, որ չէ, որ երևի ես ինձ տենում եմ բիզնեսի մեջ, բացի բրոցկամարտից նաև ունեք այլ հետաքրքրություններ։ Հիմա չէ, հիմա ես բոքսի մեջ եմ, ամեն օր պարապում, հիմա մենակ բոքս է իմ կյանքում։ Նաև նշեցիք, որ երեխաներին շատ հաճախ ծնողները բերում են եւ երեխաները չեն իմանում ինչ պետք է անել։ Այդ ձեր կարծիքով երեխաները որ տարիքից ավելի նպատակահարմար զբաղվեն այս սպորտաձևով։ Իմенно բոքսով այս ես մտածում եմ երևի 12-13 տարեկան, որ երեխան արդեն հասկանա, որ իրան էդի պետք է։ Տենց պետք է երեխան հա զբաղվի սպորտով, վազի, թռնի, ամեն ինչ անի, բայց չկպնի, իրան հələ պետք է չի ինքը, նոր աճում է։ Բայց մի 13, 14, արդեն 12 երևի արդեն կարա սկսի պարապել բոքսով։ Նաև այս հարցը հնչեցրեցի նրա համար, որ քանի որ հիմա բրոնզկամարտի դպրոցներն են Հայաստանում շատ բազմազան, շատ են այդ ծնողները ինչպես ընտրեն ճիշտ դպրոց, որպեսզի երեխան ճիշտ մարզվի։ Ես մտածում եմ իրանք պետք է տենան իրանց երեխան ինչ է սիրում, ոնց է իր օրերը անցկացնում ու կարող է գնա բարբա, կարող է գնա բոքս, հա, կարող է ինքը ուժ ունենա, այտենց տալկատանի ես իրան կարող է սազի բարբան, մեկին կարող է սազի բոքս, չեմ իմանում, մեկին կարող է սազի վազելը, ամեն փորձ է, կարան տանեն բոքսի, կարան տանեն լողի, կարան տանեն բարբայի, պետք է փորձել, որտեղ արդեն երեխան դուրը գա, ընտրեն էտա, դրանից զբաղվեն։ Նաև խոսեցիք, որ գնալու եք Թայլանդ եւ մրցումը այնտեղ է լինել։ Բացի Թայլանդից այս տարի նաև այլ երկրպագուների ինչի սպասեն, ինչ Հիմա ես խոսում ենք Դուբայի մասին, կարող է կպնեմ Դուբայ, հաջորդ բոյը Թայլանդում չլինի, բայց ալնի Դուբայում հիմա ամեն օր ինձ զանգում են, տենում ենք, խոսում ենք, որ условияները լավ ալնի դրա համար։ Բայց ես կուզեմ այս տարի կպնեմ Ամերիկա, գնամ Ամերիկա, հասնեմ Ամերիկա ու կպնեմ Ամերիկա։ Այդ այն ուզածը։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք Միքայել ջան։ Մերսի, որ կանչեք ինձ։ Ձեզ մաղթում եմ բարի թռիչք եւ հաջողություններ միայն։ Մերսի, շատ մերսի։ Իսկ ես հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, որ այսօր զրուցում էինք բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանի հետ։ Իսկ այս պահին դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։
Դանիան մի երկիր է, որը համադրում է պատմական ժառանգությունը, զարգացած տեխնոլոգիաները եւ բնության յուրահատուկ գեղեցկությունը։ Այն սկանդինավյան ամենափոքր, բայց ամենազարգացած երկրներից մեկն է։ Հայտնի է իր որակյալ կյանքի մակարդակով, կրթական եւ առողջապահական առաջադեմ համակարգով։ Հիմա սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ ծանոթանալ այս հրաշագեղ երկրի պատմության հետ եւ հուսով եմ, որ այս շրջագայությունը ձեզ շատ դուր կգա։ Դանիան այն երկրներից է, որտեղ հին լեգենդներն ու ժամանակակից նորարարությունները ներդաշնակորեն համակցված են։ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները դեռ շնչում են Կոպենհագենի հին փողոցներում։ Մինչդեռ երկրի առաջադեմ տեխնոլոգիական եւ էկոլոգիական լուծումները այն դարձնում են աշխարհի համար հարմար վայրերից մեկը։ Դանիայի մայրաքաղաքը միջնադարյան ամրոցների, նեղ փողոցների, ջրանցքների ու նորաձև սրճարանների յուրօրինակ համադրություն է։ Այստեղ ամեն ինչ մտածված է հեծանիվով տեղաշարժվելու համար, եւ քաղաքի մեծ մասը կարելի է ուսումնասիրել հենց այդպես, առանց որևէ մեքենայի կարիքի։ Թագավորական գրադարանը ապագայի ճարտարապետությամբ շինություն է, որտեղ պահվում են հին եվրոպական ձեռագրեր։ Դանիան փոքր երկիր է, բայց նրա բնությունն իսկական գանձ է։ Հյուսիսային ծովի ափերը, անծայրածիր կանաչ դաշտերը, հողմաղացներով պատված գյուղերն ու անտառները այս երկիրը դարձնում են հեքիաթային։ Դանիական խոհանոցը պարզ, բայց յուրահատուկ է։ Այստեղ ամենատարածված ուտեստերը հաճախ կապված են ծովամթերքի, սև հացի եւ թարմ տեղական բաղադրիչների հետ։ Դանիան ոչ միայն պատմությամբ հարուստ երկիր է, այլև աշխարհում առաջատարներից է էկոլոգիայի, վերականգնվող էներգիայի ու խելացի քաղաքաշինության ոլորտում։ Կոպենհագենը նպատակ ունի մինչև 2029 թվականը դառնալ CO2 չարտանետող մայրաքաղաք։ Հեծանվային երթևեկությունը, կանաչ տեխնոլոգիաներն ու վերականգնվող էներգիայի աղբյուրները այս երկիրը դարձնում են ապագայի մոդելային օրինակ։ Դանիան այն վայրն է, որտեղ հեքիաթները դեռ կենդանի են եւ որտեղ մարդիկ ապրում են երջանիկ ու ներդաշնակ կյանքով։ Ահա թե ինչու է այն հաճախ անվանվում աշխարհի ամենաերջանիկ երկիր։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, գիտեիք, որ համացանցի ստեղծումը հիմնականում միշտ կապված է տղամարդ գիտնականների անունների հետ, բայց կանայք նույնպես մեծ դեր ունեն խաղացել դրա զարգացման գործում եւ տեխնոլոգիաների աշխարհում հաճախ մոռացության են մատնվում այն մեծանուն կանայք, ովքեր իրենց գիտելիքներով եւ նորարարական գաղափարներով փոխել են պատմության ընթացքը։ Եվ այսօր ես կխոսեմ մի կնոջ մասին, ով իր աշխատանքով նպաստել է համացանցի ստեղծման։ Ադա Լավլեյսը անգլիացի մաթեմատիկոս էր եւ առաջին մարդը, ով գրեց ալգորիթմ, որը նախատեսված էր մշակվող համակարգիչի համար։ Նա աշխատում էր Չարլզ Բեբիջի վերլուծական մեքենայի վրա եւ դեռևս 19-րդ դարում կանխատեսեց, որ այդպիսի մեքենաները կարող են մշակել ոչ միայն թվեր, այլև պահպանել ու փոխանցել տեղեկատվություն, ինչը հիմք դարձավ ապակա համակարգիչների եւ համացանցի ստեղծման համար։ Իր հայտնի նմուշներում նա գրել է, որ համակարգիչները զարգանան, նրանք կկարողանան մշակել բարդ տվյալներ, ստեղծել նոր բաներ, նույնիսկ երաժշտություն, ինչը փաստորեն եւ համացանցի եւ նաեւ արհեստական բանականության գաղափարի նշաններ։ Այսօր նրան համարում են առաջին ծրագրավորողը, բայց նրա գաղափարները անտեսվել էին եւ միայն 20-րդ դարի կեսերին արժանացան մեծ գնահատանքի։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման այս հատվածը վերաբերվում է առողջ ապրելակերպին եւ այսօր օգտակար խորհուրդներից առանձնացրել եմ մի բանջարեղեն, առանց որի մեր խոհանոցում ինչ-որ բան պատրաստելը գրեթե անհնար կլիներ։ Խոսքս կարտոֆիլի մասին է։ Կարտոֆիլը աշխարհում ամենատարածված ու սիրված բանջարեղեններից է։ Այն սննդարար է, բազմակողմանի կիրառություն ունի խոհանոցում եւ հարուստ է օգտակար նյութերով, սակայն չափից շատ օգտագործելու դեպքում կարող է նաև որոշ վնասներ տալ։ Կարտոֆիլը հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով, պարունակում է C վիտամին, որը լավացնում է իմունային համակարգը։ Բաղկացած է B խմբի վիտամիններից, որոնք կարևոր են նյարդային համակարգի համար։ Պարունակում է կալիում, որը նպաստում է սրտի առողջությանը եւ կարգավորում է արյան ճնշումը։ Օգնում է մարսողական համակարգին։ Պարունակում է բջջանյութ, որը լավացնում է աղիների աշխատանքը։ Օգտակար է մաշկի համար եւ
Հաճախ կարտոֆիլի հյութը եւ կեղևը օգտագործվում են որպես բնական միջոց այրվածքների, բորբոքումների եւ մաշկի գրգռվածության դեմ։ Չնայած այս ամենին կարտոֆիլը նաեւ ունի վնասակար հատկություններ։ Չափից շատ օգտագործումը կարող է գիրություն առաջացնել։ Կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ օսլավ, որը բարձր գլիկեմիկ ինդեքս ունի եւ կարող է նպաստել քաշի ավելացմանը։ Կարող է բարձրացնել նաեւ շաքարի մակարդակը արյան մեջ։ Եթե կարտոֆիլը պահվի լույսի տակ եւ կեղևն ստացել է արդեն կանաչավուն երանգ, ապա այն պարունակում է սոլանին թույն, որը կարող է առաջացնել թունավորում։ Կարտոֆիլը հակացուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, քանի որ ունի բարձր գլիկեմիկ ինդեքս։ Բարձր կալիումի պարունակության պատճառով այն կարող է վտանգավոր լինել երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց։ Թեև կարտոֆիլի նկատմամբ ալերգիան հազվադեպ է հանդիպում, այնուամենայնիվ որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիաներ։ Եվ խորհուրդ է տրվում օգտագործել այն չափավոր քանակով։ Ասեմ, որ Հայաստանը հարուստ է բնական գանձերով, որոնք ոչ միայն ապահովում են երկրի ջրային պաշարները, այլև հիացնում են իրենց անկրկնելի գեղեցկությամբ, եւ այդպիսի մի գանձ է Ազատի ջրամբարը, որը Հայաստանի լեռնաշխարհի հիասքանչ անկյուններից մեկն է, եւ առաջարկում եմ բացահայտել այս հրաշագեղ բնության մի մասը։ Հայաստանի լեռների գրկում, որտեղ բնությունն ու մարդկային ձեռքերը ստեղծել են ներդաշնակություն, գտնվում է Ազատի ջրամբարը։ Այն ոչ միայն կարևոր ջրային ռեսուրս է, այլև մի վայր, որտեղ բնությունն ու գեղեցկությունը շշմեցնող է։ Ազատի ջրամբարը կառուցվել է 1976 թվականին Ազատ գետի վրա ոռոգման նպատակով, սակայն ժամանակի ընթացքում այն վերածվեց ոչ միայն ջրային պաշարի, այլև Հայաստանի բնության գեղատեսիլ անկյուններից մեկի։ Ջրամբարի կապույտ հայելին ներդաշնակորեն զարդարում է շրջապատող ժայռոտ լեռները, ստեղծելով հեքիաթային տեսարան, որը հմայում է յուրաքանչյուր այցելուի։ Երբ կանգնում է ջրամբարի ափին, թվում է, թե ժամանակը կանգ է առել, քամին մեղմ ալիքներ է առաջացնում, իսկ ջրի մակերեսը արտացոլում է երկնքի կապույտը, ամպերի սպիտակ պատառիկներն ու արևի շողերը։ Հատկապես աշնանը եւ գարնանը այստեղի բնապատկերները ստանում են անզուգական գույներ, դարձնելով այն լուսանկարիչների ու բնասերների սիրելի վայր։ Բացի իր գեղագիտական արժեքից, Ազատի ջրամբարը կարևոր դեր ունի Հայաստանի ջրային համակարգում, ապահովելով մոտակա տարածքների ոռոգումը եւ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը։ Եթե երբևէ ցանկանաք կտրվել քաղաքի աղմուկից ու գտնվել բնության գրկում, Ազատի ջրամբարը ձեզ կտրամադրի այդ խաղաղությունն ու ներդաշնակությունը, որը փնտրում եք։ Այն ոչ միայն ջրային պաշար է, այլև բնության ու մարդու փոխհարաբերության յուրօրինակ արտացոլանք, Հայաստանի լեռնային մարգարիտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտյան ծրագրի համար նախատեսել էինք այսքանը։ Ձեզ հաճելի օրվա շարունակություն եմ մաղթում, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն տեղում, իհարկե Կոտայք TV-ի եթերում։